Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այդքան որ խոսում ենք Աստծուն դառնալու մասին, եկեք մի հատ տեսնենք, թե այդ դարձ առ Աստվածը ինչպես է կատարվում։ Ու Շենուտա Պատրիարքը իր Դարձիր առ Աստված գրքում, որի մասին մենք խոսել ենք անցյալում եւ վերջերս տպագրվեց Հայաստանում, մի բաժին ունի մեծ, միջին բաժինը, որտեղ ինքը պատմա, թե ինչ է առ Աստված դառնալը։ Եվ սա կարևոր է, որ մենք հասկանանք, որովհետեւ դրա ամբողջական այդ իմաստը Աստծո նկատմամբ սերն է, Աստծո նկատմամբ ակնածանքն է։ Եկեք մի հատված կարդանք, այդտեղից 44-րդ էջից, որտեղ ասում է. ինչ է նշանակում դարձ առ Աստված։ Շենուտա Պատրիարքը գրում է, ասում է. ամփոփ կերպով դարձ առ Աստված նշանակում է Աստուծո հետ քո սրտում իրական եւ անկեղծ հարաբերություն հաստատել։ Հարաբերություն ասելով նկատի չունեմ միայն կրոնին վերաբերող արտաքին նշաններն ու սովորույթները։ Շատերը կարծում են, որ դարձն առ Աստված դա աղոթքի, ծոմապահության, հոգևոր վարժանքի, ընթերցանության, հավաքույթների ու երկրպագությունների մի ինչ-որ ծրագրին հետևելն է։ Այո, այս ամենը լավ է, բայց արդյոք դրանք են բխում Աստծո հետ սրտանց հարաբերություններից։ Այս բոլոր նվիրումների մեջ կա արդյոք սեր առ Աստված, թե ոչ։ Առանց սիրո եւ ի սրտե հարաբերության չես կարող դառնալ առ Աստված, որքան էլ աղոթես, ծոմ պահես, ընթերցես եւ երկրպագություն անես։ Միայն Աստուծո հետ սիրո մեջ հարաբերությամբ է, որ այդ հոգևոր միջոցները զորանում են եւ կենսագործվում։ Ուրեմն այս զգացողությունն առաջին հերթին սրտից պետք է բխի եւ հետո միայն վերոնշյալ հոգևոր սխրանքները բնականորեն կհետևեն դրան։ Ահա թե ինչու է Հովել Մարգարեի գրքում Աստված ասում. «Դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով»։ Կրկին Աստված ասում է իր ժողովրդին. «Դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով։ Ձեր սրտերը պատրեցեք եւ ոչ թե ձեր հագուստները։ Այո, դարձեք ձեր Տեր Աստծուն, որովհետև նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ, եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար։ Հետևաբար պահանջվածն առաջին հերթին սրտի դարձն է, եւ այդ առ Աստված դարձած, փշրված ու զղջումով լի սիրտն է, որից ստանում են իրենց ներուժը, ծոմապահությունն ու ապաշխարության արդյունքները։ Եվ հետո գրում է Պատրիարքն, ասում է. զարմանալի է, թե որքան մարդիկ են դիմում այնպիսի միջոցների, ինչպիսին են ինքնազրկումները, հոգևոր վարժանքներն ու կանոնապահությունը, բայց մոռանում են Աստծուն, ում հասնելուն պետք է ուղղված լինեին այդ միջոցները։ Ուրեմն սիրելի բարեկամներ, տեսնում եք, որ մեր սիրտը պետք է ձգված լինի դեպի Աստված, դրդվի դեպի Աստված, մղվի դեպի Աստված։ Ու հենց այդ առիթով եկեք մենք ցույց տանք, որ մեր սիրտը սիրում է Աստծուն։ Ու եթե այս զայնագրությունը ձեզ կարևոր թվաց եւ դուք ուզեք, որ ավելի շատ մարդիկ իմանան, թե ինչպես է մարդը դառնում Աստծուն եւ դա առաջ երթին սրտի գործ է, խնդրում եմ կիսեք այս զայնագրությունը ձեր էջերին, պատմեք ձեր երեխաներին այս մասին, պատմեք ձեր ընտանիքի անդամներին ու ընկերներին եւ ընթերցեք այս գիրքը, սա հրաշալի գիրք է, շատ պարզեւով գրված, որը ձեզ կմղի դեպի Աստվածաշունչը կարդալ, որը ձեզ կմղի ավելի շատ սիրել Աստծուն, որը ձեզ կմղի ավելի շատ ապրել Քրիստոսի եկեղեցու մեջ, հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, Աստված օգնական ու պահապան